Չի սպասում sense պատասխան։ Գիտելիքի մասին չեմ ասում, որտեղ գիտելիքը ժամանակի ու փորձի ընթացքում է ձեռք բերվել։ Այս հաճախորդը ասեց աղջիկ ջան, կարծում եմ ոնց ասած, տիպը լավ կլիներ իմ գլխին չփորձեր, տենց ինչ որ մի բան։ Ուզում ես որ քո պատմություններն էլ լսեն։ Նոր Հայլի ոդքասթը պատրաստ է ընդունել ցանկացողներին։ Սա հիանալի հնարավորություն է ձեր պատմությունը, փորձը կամ գաղափարները լսելի դարձնելու համար։ Գրեք մեր էջին մասնակցության պայմաններին ծանոթանալու համար։ Իդեպ Նոր Հայլի ոդքասթը բաց է նաև հովանավորների հետ համագործակցության համար։ Բարև ձեզ, ես Մարիամն եմ եւ դուք դիտում եք Նոր Հայլի ոդքասթը։ Մինչև սկսելու ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր ոդքասթի հովանավոր Best Friends Tour տուրիստական ընկերությանը։ Եթե ուզում եք կտրվել առօրյայից, ճամփորդել եւ ունենալ լավ հիշողություններ, դիմեք Best Friends Tour տուրիստական ընկերությանը։ Այսօր իմ հյուրն է Հասմիկ Սարգսյանը, վարսահարդար եւ դասընթացավար։ Խոսելու ենք մասնագիտական աճի, հաճախորդների սպասումների եւ բյութի ոլորտի մարտահրավերների մասին։ Ողջույն Հասմիկ, ուրախ եմ, որ իմ հյուրն ես։ Ողջույն, նախ շնորհակալ եմ հրավերի համար, ինձ համար շատ անսովոր իրավիճակում եմ ես հիմա, բայց հույս ունեմ, որ մեր զրույցը շատ հետաքրքիր կլինի։ Ես վստահ եմ, որ մեր զրույցը հետաքրքիր ու էֆեկտիվ է լինելու, հատկապես նկարահանումից առաջ էլ ասեցի, այն մարդիկ, ովքեր քո մոտ եկել են սեմինարների, հարկ են համարել քեզնից ինչ-որ բան սովորելու, վստահ եմ, որ մեր ոդքասթից էլ ինչ-որ բան կվերցնեն։ Ուզում եմ սկսենք քո բյութի ոլորտի ճանապարհից։ Սկիզբը ինչպես դրվեց։ Ես այս ոլորտում եմ արդեն 9 տարի ու սկիզբը շատ հետաքրքիր է եղել իմ պատմությունը, որովհետև ես մասնագիտությամբ մանկավարժ եմ, բայց այդ ոլորտում չեմ աշխատել, բայց ինչքան էլ որ տարօրինակ է, իմ մանկավարժի կրթությունը ինձ շատ օգնել է այս ոլորտում։ Հիմքը ոնց է եղել, իմ եղբայրը սովորում է վարսահարդարում ու ինչ-ինչ պատճառներով չի աշխատում, բայց ինքը ձեռք էր բերել ամբողջ պարագաները վարսահարդարման ու քանի որ ինքը չէր աշխատում ու մենք տանը ունեինք, ես մամայի ու հարազատների մազերը ինքս ֆենում էի, այսինքն ստացվում էր։ Ու որպեսզի այդ նյութերը ու գործիքները չմնար, ես այդ պատճառ հանդիսացա, որ աշխատեմ ու ավելի լուրջ ու պրոֆեսիոնալ դասընթաց անցնեմ ու դառնամ վարսահարդար։ Այսինքն որպես այդպեսին մանկության երազանք չի եղել։ Չէ։ Ստացվել է ուղղակի, անում էի ու շատ ստացվում էր։ Շատ այտենց գովելի աշխատանք որպես էլ, ասում են շատ լավ է քո մոտ ստացվում ու քանի որ ամբողջ գործիքները կար, ամեն ինչ ավելի հեշտ էր։ Այդպես սկիզբը դրվեց։ Մասնագիտության հանդեպ սերը երբ զգացիր, որ արդեն դու սիրով ես դա անում։ Մասնագիտության հանդեպ նախ իրականում սերը եղել է, որովհետև ի սկզբանե տան անդամների մազերը հարդարելով այդ սերը արդեն կար, այսինքն եթե սերը չլիներ, գործիքները ոչինչ չէին կարող անել։ Ու վարսահարդարման կուրս եմ անցել, ընդհանուր 0-ից վարսահարդարման կուրս, որը իր մեջ ներառում էր ամբողջ վարսահարդարման հետ կապված բոլոր ծառայությունները։ Բայց ես շատ փորձեր եմ ունեցել, շատ սովորել եմ առանձին սանրվածքներ, առանձին կտրվածքներ, բայց իմ գունաբացման ոլորտը առանձնացել է, որովհետև ես ինձ շատ ավելի կոմֆորտ ու հետաքրքիր է ինձ կոնկրետ հենց գունաբացումը, օրինակ ես կտրվածքներ չեմ անում, բայց շատ փորձեր եմ ունեցել։ Սանրվածքներ շատ սովորել եմ, բայց իմը չի, էլի չեմ անում։ Ու ինչպես ասացի, հետո արդեն իմ մանկավարժի կրթությունը բերեց նրան, որ ես հասկացա, որ ես կարող եմ նաև դասավանդեմ։ Դա պատճառ հանդիսացավ, հիմք հանդիսացավ, որ ես ունենամ իմ դասավանդման ստուդիան։ Այդպես։ Շատ հետաքրքիր պատմություն։ Տես, մեր մոտ ընդունված է, որ եթե վարսահարդար է, ինքը պետք է անի ամեն ինչ։ Բայց մարդ ընդունի, մասնագետը ուզի ընդունի դա թե չէ, կա մի բան, որ իր մոտ ավելի լավ է ստացվում։ Դու արել ես ընտրություն, որ մյուս բաները դրել ես մի կողմ, ես զբաղվել ես կոնկրետ ներկայացությամբ, գունաբացմամբ, այն ինչը որ դու անում ես ու սիրով ես անում։ Մարդիկ կան, որ կտրում են, ֆենում են, սանրվածք են անում նորմալ,
բայց օրինակ ներկայացությունն անում են ավելի լավ։ Իմ կարծիքով բոլորիս մոտ է դա, որ մի բան կա, որ ասած են, որ ավելի սիրով, ավելի լավ ենք անում։ Սեմինարների հետ կապված ասացիր, որ հենց մանկավարժական կրթությունը քեզ բերեց դրան։ Առաջի փորձը, որ հիշենք, լարվածությունը, սպասելիքները ինչքանով արդարացավ։ Իմ իրականում մի քանի օր առաջ իմ սեմինարներ, որտեղ սեմինարին մասնակցում էին 50 հոգի, ու ես այդ օրը շատ սենց ներքին էմոցիոնալ, շատ հուզված օր եմ ունեցել, որովհետև ես նայում էի այդ 50 հոգուն ու մտովի հիշում էի իմ ամենաառաջի սեմինարը, որտեղ եղել են 5 հոգի։ Ու այդ օրը ես կանգնել էի ու մտածում էի, ասում եմ, ձեռքերս դողում էր, ձայնս դողում էր, ասում եմ, ես ինչ պիտի խոսեմ, ինչի համար էր պետք էս ամեն ինչ էլի ինձ, ու տարիներ հետո այդ 5 մասնակիցները դարձան 50, ու իրականում դա ամենամեծ ձեռքբերումն է իմ այս ոլորտում։ Կարող ենք ասել, որ դրա հիմքում չհանձնվելը ու հավատալն է։ Այսինքն քո փոխարեն մեկ ուրիշը այդ 5 հոգու հետ սեմինար անցկացնելուց հետո միգուցե չշարունակեր, որտեվ իր սպասելիքները ավելի մեծ էին։ Չհանձնվելը դա միանշանակ, որովհետև առհասարակ մենակ մեր ոլորտում չէ, ցանկացած ոլորտում, ինչ որ պահի, ինչ որ ժամանակ դու կարաս հիասթափվես, բայց չէ, որովհետև այդ 5 մասնակիցները ու դրանից հետո արդյունքն իմ հաջորդ սեմինարը երբ որ եղավ, ու ես արդեն հասկանում եի, որ այդ 5 հոգին գնալով այդ թիվը աճում է, ես ամիսներ եմ ունեցել, մասնակիցների թիվը մեծ էր լինում ու իմ տարածքը չէր բավականացնում, մենք սեմինարը 2 օր էինք անում, որտեղ տեղի խնդիր ունեինք։ Գնալով այդ թիվը աճում էր ու հիասթափություն որպես այդպեսին չի եղել սեմինարների հետ կապված, էլի։ Սեմինարների հետ կապված։ Իսկ ընդհանրապես այդ հիասթափություն միանշանակ լինում է առհասարակ ոլորտում, այդ հիասթափությունը քեզ բերել է երբևէ այն մտքին, որ ընդհանրապես ուզես թողել մասնագիտությունը։ Միշտ ամեն օր։ Չի սպասում sense պատասխան։ Հա, անկեղծ ժամանակ ա եղել, ես ինքս ասել եմ, որ ես փակում եմ իմ սրահը, ես այդ գույքը ծախելու եմ, ինձ պետք չի, էլ չեմ ուզում այս ոլորտում աշխատեմ բան, բայց իմ ընկերների շնորհիվ, որ մենք նստում էինք, իրանք ասում էին՝ մի հատ նայի դու որտեղից ուր ես հասել, էլի ոնց կարա այդ միտքը լինի, ոնց կարաս դու մտածես, որ սրահը չի լինելու, մենք շատ դժվար փուլ ենք անցել իրականում, որովհետև մեր սրահը փակվեց, ինչքան էլ որ դժվար էր ինձ համար, որտեվ շատ ամեն ինչ ներդրել էինք ու սենց ստեղծել մի հատ տաքուկ անկյուն, որտեղ աշխատում էինք ու մի օր պետքա այդ որոշման առաջ կանգնեինք, փակենք թե չէ, բայց ընտրեցինք տեղափոխվել։ Տեղափոխվել, ոչ թե փակել, ու դժվարություն միշտ կա, ամեն պահի, ամեն ժամանակ կա, բայց չենք հիասթափվում։ Մտածել ես, եթե ոչ այս մասնագիտությունը, ուրեմն ինչ։ Այո, ես ունեմ նաև այլ մասնագիտություն, որը սովորել եմ ուղիղ 1 տարի առաջ։ Ես սովորել եմ լուսանկարչություն, ձեռք եմ բերել լուսանկարչության հետ կապված ամեն ինչ, մի քանի ֆոտոշութեր եմ ունեցել, այսինքն ես երկրորդ, ոչ թե երկրորդ գործ եմ իրան նայել, այլ լուսանկարչությունը միշտ իմ հոբին եղել է, ես շատ սիրել եմ ու իմ ընկերները հենց իմ ծննդյան օրին ինձ նվիրեցին ֆոտոապարատը, որ ես ի կատարած եմ։ Այդպես հիմա ժամանակի սղության պատճառով չեմ հասցնում համատեղել, բայց եթե ոչ վարսահարդարում, ապա կգնամ լուսանկարչություն։ Պետքա կարողանանք հասմիկին պահել ոլորտում։ Մինչև վերջ նայեք, տեսնենք ինչ ենք բացահայտում։ Տեսնենք։ Գիտես, ինչքան էլ ասես ընկերները կողքից ասում են կամ կողքից կարծիքներ լսում ենք, կողքի կարծիքները եւս մեկ անգամ մեր մեջից հանում են այն թաքնված մտքերը։ Ուզում եմ հասկանամ հատկապես ինչն է կապում քեզ մասնագիտությանը։ Իմ մասնագիտությանը, ես իմ մասնագիտությունը շատ եմ սիրում։ Ես շատ ահա որ հաճույք եմ ստանում իմ աշխատանքից, այսինքն ես միշտ ասում եմ, որ լույսը բացվի, մարդ պետքա ուզի գնա իր
գործի տեղը, հա, այդ ամենակարևորն է, Այո։ այդ մթնոլորտը, շատ սիրում եմ իմ աշխատանքը, շատ սիրով եմ անում ու ամեն աշխատանքի, ամեն հաճախորդի մոտենում եմ յուրովի, անշտապ։ Ես մեկ-մեկ իմ հաճախորդներն ասում եմ, ես աշխարհի ամենադանդաղ աշխատող վարձահարդարն եմ, որտեվ գրանցումները նենց եմ անում, որ sense միջանկյալ հանգիստ իմ համար։ Այսինքն չեմ շտապում ու վայելում եմ իմ գործի ընթացքը։ Ես հասկացա, որ քեզ այլընտրանքի առաջ պահում է քո երկու սերերը՝ լուսանկարչությունն ու վարսահարդարման արվեստը։ Դրա համար դու անընդհատ երկմտանքի առաջ ես։ Ժամանակն է ամբողջ խնդիրը։ Սիրով կհամատեղեմ երկուսն էլ, որտեվ առանձնահատուկ ամեն մեկը սիրում եմ ամեն գործը։ Հաճախորդների հետ կապված ինչ կասես։ Իմ բոլոր հաճախորդները իրենք իրենցով այնքան հետաքրքիր են, բոլոր հաճախորդներին անհատապես հիշում ենք։ Ամեն հաճախորդի հետ սովորում եմ։ Ու ես ունեմ սովորություն իմ ամեն գործից հետո վերլուծել իմ կատարած աշխատանքը։ Այդ կապ չունի լավ թե վատ։ Վերլուծում եմ, հասկանում եմ ինչը կարայի ավելի լավ անեի, ինչում թերացա ու այդ մինչև հիմա տարիները անցել են, այսինքն աշխատանքային փորձը ավելացել է, բայց միևնույնն է, ես ինքս ինքնակնդադատ եմ ու անընդհատ վերլուծում եմ իմ արած աշխատանքը։ Կարծում եմ դա հաջողության գաղտնիքներից մեկն է, Նաև որովհետև այն պահից սկսած, որ մեզ թվա, որ ամեն ինչ լավ է ու աճելու տեղ չկա, մենք միանշանակ հետընթաց կապրենք։ իրականում իմ ընտրած ճյուղը, այսպես ասեմ, հա, այսինքն կտրվածք չի, սանրվածք չի։ Ես իմ աշակերտներին միշտ ասում եմ, եթե սանրվածքը կքանդեք, կհավաքեք, դուք պրակտիկորեն կսկսեք այդ գործողությունները, չէ, այնքան անել, մինչև ձեռքը վարժվի, չէ, բայց գունաբացումը մազը գալիս է խնդիրի իր հետ ու դու պետքա փորձես այդ խնդիրը լուծել։ Ինքը կտրվածք չի, չէ, որ ձեռքդ վարժվի, սանրվածք չի, այսինքն կապ չունի տարիների փորձը։ Միշտ ամեն մազի հետ անհատական աշխատում ես։ Քանի որ խոսեցինք հաճախորդներից ու քանի որ թեման հենց ներկայաբանության հետ է կապված, ներկայաբանության հետ կապված միֆերը շատ են։ Ամենատարածվածը, որ բանը գլուխս մի շաբաթ չեմ լվացել, որ ներկը լավ բռնի։ Ուզում եմ, որ դու որպես մասնագետ ասես տարբերությունները եւ այսպես ասած ինչպես պետք է հաճախորդը պատրաստվի գունաբացման կամ ներկման գալու ժամանակ։ Գունաբացման, ներկման առհասարակ կար միֆ, հաճախորդները ասում են, որ պետքա գլուխը չլվանանք, որ գլխամաշկը չվնասվի, ոնց դու ինքդ նշեցիր, բայց իրականում զուտ գլխամաշկի յուղային շերտը, որ մի քիչ ավել պահի ներկման ընթացքում գլխամաշկի խնդիրներ չլինի, հիմա մեր օրերում ամեն ինչ այնքան զարգացել է ու ներկերը այնքան խնամող միջոցներ կա մեր ներկերի մեջ, որ կարիք չկա գլուխը օրերով չլվանալ ներկման գալու համար ու գունաբացման ներկման իմ հաճախորդներին ասում եմ, որ ներկայանան գլուխը 1 օր առաջ լվացած մաքուր սիրուն վիճակում, որպեսզի մենք կարողանանք հանգիստ ու սիրուն աշխատել ու դա բացարձակ կապ չունի այն արդյունքի հետ, որը որ մենք կստանանք։ Այո, դու ասացիր գլխամաշկի հետ կապված, բայց հաճախորդները շատ քիչ մասնավոր ասում են, օրինակ գլխամաշկը չվնասվի։ Ինձ ավելի շատ ականջս ծակում են, որ ասում են բանը, որ ներկը լավ բռնի, որ ներկը ուշ թափվի, այսինքն մազերի լվացած, չլվացած լինելը։ Չէ, ինքը զուտ տրամաբանորեն, հա, եթե վերցնենք, զուտ նրա համար են այդպես ասել, որ գլխամաշկի յուղային շերտը գլխամաշկը պաշտպանի, այսինքն ես տենց եմ մտածում, էլի ամեն դեպքում չգիտեմ։ Ես էլ եմ քոպես մտածում։ Եթե կամարդ որ ուրիշ ձև է մտածում, գրեք կոմենտներում։ Չգիտեմ։ Եթե թերթենք այս 9 տարիների ճանապարհը, որ անցել ես, կհիշես որևէ ձախողում կամ դեպք, որը որ տպավորվել է քո մեջ ու դա կարելի ասել եղել է ամենամեծը։ Հիշեցի մի բան։ Ուրեմն նոր այդ 9 տարիներն եմ թերթում էլի, աշխատում եմ բավականին երկար ժամանակ ու աշխատում եմ մի նյութով
որը որ սենց ուսումնասիրել եմ, շատ աշխատանքներ արել եմ, բայց այդ օրը այդ նյութը ինձ խնդրի առաջ կանգնացրեց։ Ես տանջվել եմ, 9 ժամ տանջվել եմ ես այդ աշխատանքը անելու համար, ու հիմա մասնագետները որ նայեն կհասկանան, էլի, արել եմ կիսլոտնի սմիվկա, սև մազերի ու գույնը հետ է եկել։ Ասենք ես այդ աշխատանքը բազմիցս արել եմ, էլի, 9 ժամ աշխատանքից հետո այդ գույնը հետ եկավ, այս հաճախորդը ասեց աղջիկ ջան, կարծում եմ ոնց ասած, տիպը լավ կլիներ իմ գլխին չփորձեր, տենց ինչ որ մի բան։ Դե ու սենց ես չեմ կարողանում իրան բացատրեմ, ախր ես առաջի դեպքն է, ես այդքան այդ նյութով աշխատել, գիտես, ես կանգնել եմ, որտեղ էլ ասելու բան չկար, այդ մարդը հայլու առաջ տեսնում է ինչ ա եղել, էլի։ Այդ իրականում հիշում եմ, հետո դե բնականաբար արդեն այնտեղ այդ նյութի տեխնոլոգների հետ խոսեցինք, մենք խնդիրը հասկացանք ինչներ բան, բայց այդ պահը միջև հիմա հիշում եմ, հենց ամոթ էր իմ համար, էլի։ Կներեք ինձ, եթե կնայեք այս ոդքասթը։ Իրականում ինչքան էլ փորձես խուսափել նման բաներից, մեկը պրակտիկայի ընթացքում դեպքեր լինում են, որ անակնկալի են բերում, հատկապես միշտ պետք է շեշտել, որ ներկաբանության մեջ մյուս դեպքերում էլ կարող հաճախորդի հետ կապ ունենա տարբեր մարդիկ, տարբեր տեսակներ, տարբեր բնավորություններ, տարբեր էմոցիաներ։ Ես միշտ ասում եմ, որ լույսը բացվում է, մենք չգիտենք ով է մեր աթոռին նստելու։ Ինչքան էլ փորձ ունենաս, ինչքան էլ հազար անգամ նույն գործը արած լինես, երբ որ հաճախորդի մեջ կա լարվածություն, կասկած, անվստահություն, այդ պահին, էլ եմ ասում, մարդկա կարա դա ընդունի բարձրաձայնի թե չէ, ես բարձրաձայնում եմ, այդ պահին ես ինձ զգում եմ սկսնակ մասնագետ։ Դե կոտրվում ես։ Իր լարվածությունը փոխանցվում է ինձ։ Այն որ ես հստակ պատկերացնում եմ հեսա տես ինչ եմ անելու ու չգիտեմ, ամեն գործիքը մոտիկ անելուց հաճախորդը գլուխը է սենց անում, նայում է, վախենում է, չգիտեմ, կասկածները, հարցերը եւ այլն, այդ ուզես չուզես այդ լարվածությունը փոխանցվում է ու դու չես ստանում այն արդյունքը, որը դու իրոք պատկերացնում ես։ Այո, ես միշտ իմ աշակերտներին դասավանդելուց ասում եմ, որ ինչով է տարբերվում սկսնակ մասնագետը փորձառու մասնագետից, դե սենց մտածում են, մտածում են եւի տարիների փորձը բան սենց, ասում եմ, չէ, փորձառու մասնագետը զուտ ստեղծված իրավիճակից ավելի արագ է կողմնորոշվում։ Մնացած ամեն ինչով մենք նույնն ենք։ Ու հիմա այդ նույն, որը որ դու նշեցիր, հենց դա է, էլի, պետք է այդ ստեղծված իրավիճակում շատ արագ կողմնորոշվես, շատ արագ հասկանաս այդ լարվածությունը ոնց պետք է ծրես, բայց մեր մոտ միշտ ստացվում է։ Իմ մոտ միշտ գալիս են շատ խաղաղ, հավասարակշռված հաճախորդներ։ Եթե անգամ խաղաղ եւ հավասարակշռված չեն, մենք փոխում ենք իրավիճակը։ Փորձառու բառը հենց այդ փորձից է կազմված, մենք էլ մեր փորձի վրա ենք սովորել։ Իհարկե։ Այսինքն ուղղակի ոչ մեկ չի սովորում այդ ամեն ինչը։ Ես էլի եմ ասել, նորից եմ շեշտում, ես երբ որ սկսել եմ իմ գործը անել, ինչքան էլ որ ես շատ սիրում եմ իմ մասնագիտությունը, բայց ես այնքան եմ ամաչել, որ նույնիսկ հաճախորդին հայլու մեջ ամաչել եմ նայել։ Ուր մնաց հետը շփվեմ, առավել եւս լարվածություն ծրեմ եւ այլն, բայց այդ ամեն ինչը տարիների աշխատանք է, որ տարբեր մարդկանց հետ շփվելով մենք անընդհատ սովորում ենք։ Մեր գործի առավելություններից մեկն է նա, որ մենք միշտ ունենք սովորելու տեղ թե մասնագիտական առումով, թե մարդկային առումով, հոգեբանական առումով, գիտակցության առումով, որտեղ ամեն մեկից մի փոքր մի բան էլ վերցնես, հետո որ հետ ես նայում, զգում ես, որ դու լավ շեշտեցիր, հա, որտեղից ուր ես հասա։ Ու այդ որտեղից ուր հասնելը մենակ մասնագիտական ճանապարհի մասին չի։ Դա նաև հենց մեր որպես մարդ տեսակ կայանալու, ձևավորվելու մասին է։ Այնպես որ մենք ձեզանից նաև շատ սովորում ենք։ Միշտ ամեն հաճախորդի հետ։ Հասմիկ խոսքիդ մեջ անընդհատ ֆիքսում եմ այն պահը, որ ամեն օրինակ բերելուց ասում ես ես իմ աշակերտներին եմ ասում։ Ու քանի որ սա հնարավորություն է, որ քեզ կլսեն եւ քո աշակերտները, եւ այն մասնագետներն, ովքեր եկել են քո մոտ սեմինարի, եւ այն մասնագետները, ովքեր քեզնից ինչ որ բան սովորում են, թեկուզ ցույց չտալով, որ սովորում են, դա էլ մեր խնդիրներից է, որ ես մի օր բարձրաձայնելու եմ։ Ու այն մարդիկ, ովքեր հիմա քեզ լսում են,
ինչ կուզեիր փոխանցել իրենց, քո փորձը հաշվի առնելով, քո անցած դժվարությունները հաշվի առնելով, հատկապես ինչ անել, ինչին ուշադրություն դարձնել, որ չկոտրվեն եւ դառնան ոլորտում կայացած մասնագետ։ Ասեմ, որ իմ դպրոցը անցած սաներին ես միշտ ասում եմ, որ լավագույն ուսուցիչը ժամանակն է։ Այսինքն, այն փորձը, որը որ դուք պետքա ձեռք բերեք։ Հիմա մենք ապրում ենք մի ժամանակահատվածում, բոլորը գիտեն արհեստական բանականության մասին, այսինքն ամեն հարց այնքան հասանելի է։ Դու ցանկացած հարց կարաս ChatGPT-ին հարցնես, դրա պատասխանը իմանաս ու դա նաև մեր ոլորտին է վերաբերվում։ Բայց այդ ինֆորմացիան շատ քիչ է, եթե դու դա չունենաս լավ ճիշտ գիտելիք ու ճիշտ պրակտիկորեն կիրառես։ Դրա համար իմ խորհուրդը միակն է, որ պետք է աշխատեն շատ ու շատ։ Փորձի հիման վրա են դառնալու այն մասնագետը, ում ուզում են տեսնեն տարիներ հետո։ Իրականում գիտես ոնց է, ես այդ պահը շատ հասկանում եմ, որովհետև օրինակ ես որտեղ որ իմ առաջի քայլերը եղել է, ես մտովի կապ չունի դու տեղից ոնց ես դուրս եկել, բայց անընդհատ մտովի հետ եմ գնում, վերհիշում ու չեմ կարող մոռանամ։ Ու այն հարցը, որ ես քեզ տվեցի, նույնը քոնն էր, այսինքն դու այդ հետ հայացքը տեսնում ես, էլի, ու չի փոշմանում ես, ուրախանում ես, տխրում ես, թե ինչ էմոցիա ես ապրում, դա այն որ հայացքից միանգամից արդեն նկատելի է, էլի։ Նայ, իմ համար այդ հայացքը շատ կարևոր է։ Այս ամեն ինչի մեջ ինձ էլ պահել է հենց այն մի հատ ստոպը, որը հլարի մի հատ դուք հետ համեմատվի։ Մի հատ էս որտեղից է սկսել, մի հատ հիշի քո երազանքների մասին, որոնց մեջ չկար այստեղ հասնելը։ Այսինքն հիմա այնտեղ որտեղ որ ես եմ, ժամանակ եղել որ ես չեմ էլ երազել, չեմ էլ պատկերացրել, չեմ էլ մտածել որ ես կհասնեմ այստեղ։ Ու էդի ուժա տալի, այսինքն հետ հայացք գցել միշտ պետք է։ Միշտ պետք է նայել որտեղ էինք ուր հասանք, որովհետև գալիս է պա որ հոսանքի տակ գնում ես ու հետ հայացք ես գցում ասում ես բայց ես այս փուլում ավելի լավն էի։ Մի հատ նորից գնացինք մի շեղվի ճանապարհից։ Ճիշտ է։ Մենք ունենք ավանդական դարձած հարցեր, որը ուղղում են բոլոր հյուրերին, 5 միտք, որը կշարունակես։ Օ։ Բյութի ոլորտում աշխատող կինն ուժեղ է, որովհետև ինքը հասցնում է ամեն ինչ, եւ աշխատանքի վայրում, եւ տանը։ Ամենակարևոր դասը, որ սովորել եմ աշխատանքիցս դա, որ բոլոր հաճախորդները անհատական ու հյուրովի են ու պետք է իրենց հենց անհատական մոտենալ։ Եթե նորից սկսեի առաջին հերթին, Ուզեի այս ոլորտում լինեի այսքան ինքնավստահ, գիտելիքի մասին չեմ ասում, որտեղ գիտելիքը ժամանակի ու փորձի ընթացքում է ձեռք բերվել, բայց վստահությունը հասել եմ դրան։ Հիմա ավելի ուրիշ կերպ եմ աշխատում։ ինձ թվում է հենց այդ ինքնավստահություններ գալիս է այդ գիտելիքից ու փորձից, բայց մի կողմից էլ դա մեր սերնդին հատուկ բան է։ Մենք մեր ամեն քայլից առաջ ավելի շատ երկար մտածում ենք, հետո գործում ենք, հետո կասկածում ենք, հիմա արդեն ավելի հանգիստ ու խաղաղ վիճակում եմ։ Իմ հաջողության գաղտնիքը թվում է իմ չափից շատ համբերատար լինելն է, որտեղ ես շատ համբերատար եմ սպասում այն հաջողություններին, որը ինձ տրվելու է։ Այս ոլորտը ինձ սովորեցրեց, որ առհասարակ հաճախորդների հետ աշխատանքը բարդ է ու ինքն ինձ սպասարկման ոլորտն է բարդ։ Այո, պետք է շատ գնահատել սպասարկման ոլորտում աշխատողներին, անկախ բյութի ոլորտից է, թե ինչ մասնագիտությամբ կամ ինչով է զբաղվում, դա էլ է մեր երկրում էլի ցավոտ կետերից, չէ։ Շնորհակալություն շատ։ Ասա որ ժամանակը չհասկացար ոնց անցավ։ Հա, անկեղծ հա։ Իմ մոտ էլ է տես տպավորություն ու ինձ շատ դուր եկավ այդ շեշտն, որ մինչև սկսելը, երբ որ չգիտեիր, հա, ինչ սպասել, լարվածություն կար, բայց խոսքի ընթացքում քո խաղաղությունը, որ
Գիտես ինչ տպավորություններ մոտս, քեզ լսում էի, հետո մոռանում էի, որ հաջորդ հարցը պետք է տամ, այն որ սպասում էի տեսնեի հետո ինչ ես ասելու։ Այդքան խաղաղ ես։ Քեզ հենց այնպես չենք ճանապարհելու մեր մոտից։ Դու ունես նվեր, մեր հովանավոր Best Friends Tour տուրիստական ընկերության կողմից երկօրյա ճամփորդություն Հայաստանում կամ Վրաստանում, որտեղ որ դու կընտրես։ Պետք է միայն զանգահարել, ասել, որ Նոր Հայլի podcast-ից ես ստացել նվերը եւ պայմանավորվել։ Շատ ապրեք։ Շատ շնորհակալ եմ նվերի համար, իրականում շատ հաճելի է։ Մի փոքր խոսք ինձ թվում է իմ գոլեգաներին, որովհետեւ ինձ համար շատ կարեւոր է։ Ես ուզում եմ մեր այս ոլորտում մեր գոլեգաները լինենք իրար աջակցող։ Նույնիսկ եթե տարբեր կարծիքներ ենք կիսում։ Մեր ոլորտում շատ կարևոր է ունենալ գործընկերներ, ովքեր որ մեզ կաջակցեն, անկախ նրանից, թե ով ինչ աշխատանք է կատարում։ Ինքան լավ բան ես ասում։ Անկեղծ։ Նույնիսկ եթե ունեք տարբեր կարծիքներ, ամեն մեկը իր աշխատանքը յուրովի է կատարում։ Օրինակ, ես իմ աշխատանքում շատ այնքան զգում եմ իմ գոլեգայի այդ օգնությունը, այսինքն այդ աջակցող նույնիսկ եթե վիդեոներ ենք տեղադրում, այն ինչ որ մենք անում ենք, այսինքն այն որ դու քո գոլեգայից ես այդ աջակցությունը տեսնում, իմ համար շատ կարևոր է ու ես ուզում եմ, որ իմ բոլոր գոլեգաները մեր ոլորտում լինենք մեկս մյուսի աջակցող։ Շնորհակալ եմ շատ։ Էլի շատ հոգեհարազատ թեմայի մասին խոսեցիր։ Այս ամեն ինչ որ ես սկսել եմ, էլի խոսում է այն մասին, որ ես ուզում եմ, որ մենք շփվենք, փորձի փոխանակում անենք, որ այն մարդիկ, ովքեր ինչ որ պատմություններ դեռ չեն լսել մեր մասին, լսեն, իմանան, կիսվեն, չվախենան իրենց ձախողումներից խոսելու, անցած ճանապարհից խոսելու ու պետք չի ամեն ինչ իդեալական ներկայացնել ու պետք չի մրցակցել, որովհետև մեկը ամեն մարդ ընտրում է ինքներեն հոգեհարազատ մասնագետի, կարող է մի անգամ իմ մոտ գա, մի անգամ քո մոտ գա, էդ էլ է, չէ՞, մեր մասնագիտության մեջ բան, որ եթե գնացել է ուրիշի մոտ, ուրեմն մենք պետք է համախմբված լինենք, որ մեր ոլորտը բարձրացնենք։ Շնորհակալություն շատ անկեղծ զրույցի համար, շնորհակալություն, որ քո ժամանակը տրամադրեցիր մեզ։ Իզե շնորհակալություն, որ մինչև այս պահը մեր հետ էիք։ Եթե ունեք հարցեր, գրեք, վստահ եմ, որ Հասմիկն էլ կպատասխանի ձեր հարցերին թեկուզ սթորիների տեսքով եւ իհարկե գրեք ձեր քննադատությունները, որովհետեւ մենք դրանից հետեւություն ենք անում եւ ուզում ենք կատարելագործվել։ Մնացեք մեր հետ մինչև մյուս էպիզոդ։ Շատ ապրեք։ Շատ սիրուն էր ամեն ինչ։ Ողջույն, այսօր խոսելու ենք Best Friends Tour տուրիստական ընկերության հիմնադիր տնօրեն Դավիթ Բաբայանի հետ։ Դավիթ ջան, ողջույն։ Ողջույն։ Ուզում եմ մի քանի բառով ներկայացնես տուրիստական ընկերության պատմությունը, ինչպես հիմնադրեցիր եւ ինչ առաջարկներ ունեք։ Նախ ասեմ, որ ընկերությունը հիմնադրվել է 9 տարի կլինի արդեն, այս տարի օգոստոսին։ Հոբից դարձավ հաճելի աշխատանք եւ արդեն սիրված աշխատանք։ Անունն էլ պատահական չենք ընտրել, Best Friends Tour, լավագույն ընկերների տուր։ Մեր կարգախոսն էլ հենց այդպեսին է, մեզ հետ գալով մեկ անգամ տուրի դառնում եք մեր լավագույն ընկերը։ Կներկայացնեք նաև ինչ ուղղություններով եք տուրեր կազմակերպում։ Ամբողջ Հայաստանի տարածքով ունենք տուրեր, բացառապես ամբողջ Հայաստանի տարածքով, Սյունիքից սկսած մինչև Լոռի, բոլոր մարզերով, քայլարշավներ, գաստրո տուրեր, նաև Վրաստանի տարածքում ունենք հետաքրքիր եւ տարբերվող էքսկուրսիոն ծրագրեր, հայկական պատմամշակութային կոթողներն ենք այցելում Վրաստանի քաղաքները, բացահայտում ենք հին հայկական մշակույթը։ Նաև այս տարվանից սկսած ունենք դեպի Եվրոպա խմբային տուրեր, հունիս ամսին նախատեսվում է Հունգարիա եւ Ավստրիա խմբային առաջին մեր տուրը։ Վստահ եմ մեր հետևորդներին կհետաքրքրի առաջարկը, կներկայացնեք նաև ինչու հենց ձեզ պետք է ընտրեն։ Իհարկե ընտրության հնարավորությունը շատ մեծ է։ Փորձում ենք ավելի մտերմիկ միջավայր ստեղծել տուրերի ընթացքում, որպեսզի նրանք եւս մեկ անգամ վերադառնան մեր տուրերին։ Բացի ստանդարտ սովորական տուրերից, մենք առաջարկում ենք նաև գաստրո տուրեր, նաև եւ տուրիստների եւ տեղացի մեր զբոսաշրջիկների համար։ Ես ինքս մասնագիտությամբ խոհարար լինելով հաճախակի նրանց համար տուրի ընթացքում պատրաստվում եմ ուտեստներ եւ իհարկե համերգ տուրեր ենք ունենում,
եւ Հայաստանի տարածքում եւ արդեն Հայաստանից դուրս Վրաստանի տարածքում հիմնականում առաջիկա ամիսներին նախատեսվում է 3-ից ավել համերգ տուրեր Վրաստանի Հանրապետությունում։ Շնորհակալություն շատ Դավիթ ջան, որ ներկայացրեցիք։ Շնորհակալ։ Ավելացնելու ինչ-որ բան ունեք։ Այո։ Միացեք մեր տուրերին, դարձեք մեր լավագույն ընկերը։